Ողջույն բոլորին։ Եկեք այսօր միասին մի հետաքրքիր ճամփորդության գնանք դեպի օպերացիոն համակարգերի աշխարհը։ Դա այն անտեսանելի, բայց ամենակարևոր ուղեղն է, որը թաքնված է յուրաքանչյուր համակարգչի, յուրաքանչյուր սմարթֆոնի ներսում ու կառավարում է բացարձակապես ամեն ինչ։ Դե ինչ, երբևէ մտածել եք, թե ոնց ենք մենք հասել այն կետին, որ մի ամբողջ սենյակ զբաղեցնող հսկա մեքենաները հիմա տեղավորվում են մեր գրպանում։ Այս անհավանական էվոլյուցիայի պատասխանը թաքնված է ոչ այնքան պրոցեսորների հզորության, որքան հենց օպերացիոն համակարգի զարգացման մեջ։ Եկեք միասին բացահայտենք այս պատմությունը։ Նախ եկեք մի պահ հասկանանք, իսկ ինչ է ընդհանրապես օպերացիոն համակարգը։ Պատկերացրեք, դա ձեր համակարգչի մենեջերն է, դիրիժորը, որը կանգնած է ձեր եւ համակարգչի երկակի միջև։ Նրա գործն է կառավարել բոլոր ռեսուրսները։ Դա նա անում է երկու հիմնական ձևով՝ ժամանակի բաժանմամբ, երբ օրինակ մի քանի ծրագիր հերթով են օգտագործում պրոցեսորը, եւ տարածության բաժանմամբ, երբ հիշողությունը կտոր-կտոր է արվում տարբեր ծրագրերի համար։ Դե ինչ, մեր պատմությունը սկսում ենք ամենասկզբից՝ հաշվողական տեխնիկայի առաջին երկու սերունդներից։ Սա իրոք գիգանտների դարաշրջան էր, երբ համակարգիչները հսկայական էին, իսկ դրանց հետ աշխատելը նման էր ծանր ֆիզիկական աշխատանքի։ Ամեն ինչի գաղափարը, պատկերացնում եք, ծնվել է դեռ 19-րդ դարում Չարլզ Բեբիջի մտքում, բայց իսկական էլեկտրոնային հրեշները, ինչպես օրինակ ENIAC-ը, հայտնվեցին շատ ավելի ուշ, երկրորդ համաշխարհայինի տարիներին։ Եվ գիտեք որն էր ամենակարևորը։ Այս մեքենաները ըստ էության ուղեղ չունեին, օպերացիոն համակարգ գոյություն չուներ։ Հիմա փորձեք պատկերացնել այս տեսարանը։ Որպեսզի առաջին սերնդի համակարգիչը մի պարզ հաշվարկ աներ, ինժեներները պետք է ժամերով, եթե ոչ օրերով, ֆիզիկապես միացնեին հազարավոր լարեր հատուկ վահանակների։ Դա ոչ թե ծրագրավորում էր, այլ ավելի շատ էլեկտրիկի տանջալից աշխատանք։ Ուստի օպերացիոն համակարգ բառը անգամ իմաստ չուներ։ Եվ հետո եկան տրանզիստորները 1950-ականների կեսերին։ Սա մեծ առաջընթաց էր, համակարգիչներն ավելի հուսալի դարձան։ Բայց գիտեք ինչ, սա միանգամից ստեղծեց մի նոր շատ մեծ խնդիր։ Երբ մեքենաներն այլևս անընդհատ չէին փչանում, պարզվեց, որ համակարգի ամենադանդաղ մասը մարդն է։ Այս խնդիրը լուծելու համար մտածեցին այս մեզ կոչված բաջ համակարգը, բայց անկեղծ ասած դա աներևակայելի անարդյունավետ մի բան էր։ Պատկերացրեք, ծրագրավորողներն իրենց աշխատանքները բերում էին, հետո մի օպերատոր վերցնում էր այդ խմբաքանակը, գրանցում ժապավենի վրա, հետո ֆիզիկապես տանում էր այն մյուս թանկարժեք համակարգչի մոտ, ու այս ամբողջ ընթացքում ամենաթանկ ու հզոր համակարգիչը, որի վրա միլիոններ էին ծախսվել, մեծ մասամբ ուղղակի նստած սպասում էր։ Բայց ահա այստեղ է, որ պատմությունը կտրուկ շրջադարձ է կատարում։ Սկսվում է իսկական հեղափոխությունը, երրորդ սերունդը, որտեղ օպերացիոն համակարգը վերջապես ծնվեց, որպեսզի լուծի հենց այս անհեթեթ անարդյունավետության խնդիրը։ Հիմա լսեք մի թիվ, որն ուղղակի ցնցող է։ Պարզվում է, որ սովորական առևտրային հաշվարկների ժամանակ այդ միլիոնավոր դոլարներ արժեցող պրոցեսորը կարող էր պարապ մնալ իր աշխատանքային ժամանակի մինչև 90%-ը։ 90%։ Պատկերացնում եք, դա նույնն է, թե Ferrari գնես ու դրանով միայն խծանումների մեջ կանգնես։ Ռեսուրսների անհավանական վատնում է։ Եվ լուծումը հանճարեղորեն պարզ էր՝ բազմախնդրություն կամ multi-programming։ Տեսեք, թե ինչպես է դա աշխատում։ Նախկինում, եթե մի ծրագիր սպասում էր, ասենք, ժապավենից տվյալների կարդալուն, պրոցեսորն էր սպասում։ Իսկ հիմա օհն միանգամից մի քանի աշխատանք էր պահում հիշողության մեջ։ Հենց մի ծրագիր սպասման մեջ էր ընկնում, օհն ասում էր. «Լավ, դու սպասի, իսկ ես պրոցեսորը տալիս եմ մյուսին»։ Արդյունքում այդ թանկարժեք պրոցեսորը զբաղված էր մնում գրեթե անընդհատ։ Հենց այս դարաշրջանում ծնվեց նաև լեգենդար Unix-ը։ Պատմությունը շատ հետաքրքիր է։ Կար մի հավակնոտ նախագիծ Multics, որը չափազանց բարդացել էր։ Bell Labs-ի մի գիտնական Քեն Թոմիսոնը, հոգնելով դրանից, գտավ մի հին անպետք PDP-7 համակարգիչ ու որոշեց զուտ իր համար գրել Multics-ի պարզեցված մինիմալիստական տարբերակը։ Հենց այդ խաղից էլ ծնվեց Unix-ը, որի փիլիսոփայությունը արամի բան, բայց արա լավ, մինչև օրս ազդեցություն ունի։ Եվ այսպես մենք հասանք 4-րդ սերնդին։ Այստեղ խաղի կանոնները նորից փոխվեցին։ Ուշադրությունը հսկայական mainframe-ներից տեղափոխվեց դեպի անհատական համակարգիչներ։ Սա միանգամից նոր հարց առաջացրեց. լավ, իսկ ինչպես անել, որ սովորական մարդը կարողանա օգտվել այս սարքերից։ Որովհետև խնդիրն իրոք լուրջ էր։ Վաղ շրջանի անհատական համակարգիչները, որոնք աշխատում էին MS-DOS-ի նման համակարգերով, պահանջում էին, որ դուք ստեղնաշարով հավաքեք տարօրինակ, անհասկանալի հրամաններ, սև էկրան տարթող կուրսոր։ Սա հզոր գործիք էր մասնագետի ձեռքում, բայց սովորական մարդու համար ուղղակի մղձավանջ է։ Եվ այստեղ բեմ է դուրս գալիս գրաֆիկական ինտերֆեյսը կամ GUI-ը։ Պատմությունը զարգանում է կայծակնային արագությամբ։
Նախ դուք Էնգելբարտը հնարում է գաղափարը՝ մգնիկ, պատուհաններ, սրբապատկերներ։ Հետո Xerox-ի Park լաբորատորիայում այս գաղափարները դառնում են իրականություն։ Եվ ապա Ստիվ Ջոբսը գնում է այնտեղ, տեսնում է ապագան ու հասկանում, որ հենց սա է պետք մարդկանց։ Արդյունքում ծնվում է Apple Macintosh-ը, որը հեղափոխություն է անում, համակարգիչը վերածելով բոլորի համար հասանելի ու հասկանալի գործիքի։ Դե ինչ, թռիչ կատարենք դեպի մեր օրեր, դեպի 5-րդ սերունդը։ Այստեղ արդեն պայքարը տեղափոխվել է մեր գրպանները։ Խոսքը իհարկե սմարթֆոնների օպերացիոն համակարգերի մասին է։ Այս գծապատկերը շատ լավ է ցույց տալիս, թե ինչպիսի դրամատիկ փոփոխություններ են տեղի ունեցել։ Հիշում եք Nokia-ի հեռախոսները։ 2000-ականների սկզբին նրանց Symbian օպերացիոն համակարգը թագավորում էր։ Հետո 2007-ին հայտնվեց Apple-ը իր iOS-ով ու ուղղակի պայթեցրեց շուկան։ Բայց շատ շուտով բեմ դուրս եկավ Android-ը ու դարձավ շուկայի բացարձակ լիդերը, ինչպես տեսնում ենք այսօր։ Իսկ ինչու հաղթեց հենց Android-ը։ Պատասխանը շատ պարզ է ու թաքնված է այս մեջբերման մեջ։ Հեռախոս արտադրողների համար Android-ը նվեր էր։ Ինչու՞։ Որովհետև այն բաց կոդով էր։ Դա նշանակում է, որ Samsung-ը, LG-ն կամ ցանկացած այլ ընկերություն կարող էր վերցնել այն, փոփոխել, հարմարեցնել իրենց սարքերին եւ այս ամենի համար ոչ մի կոպեկ չվճարել Google-ին։ Այս ճկունությունը որոշիչ դարձավ։ Այսպիսով մենք միասին անցանք մի անհավանական ճանապարհով։ Տեսանք, թե ինչպես է յուրաքանչյուր նոր խնդիր ծնել նոր լուծում։ Եկեք մի վերջին անգամ ամփոփենք այս ամենը եւ փորձենք նայել, թե ինչ է մեզ սպասվում ապագայում։ Եկեք շատ արագ հիշենք։ Առաջին սերունդ՝ լարեր ու մալուխներ։ Երկրորդ՝ անարդյունավետ բաջ համակարգեր։ Երրորդ՝ բեկումնային բազմախնդրությունն ու լեգենդար Unix-ը։ Չորրորդ՝ անհատական համակարգիչներն ու մեր սիրելի գրաֆիկական ինտերֆեյսը։ Եվ վերջապես 5-րդ սերունդը, մեր սերունդը, մոբայլ սարքերն ու ամեն ինչ կառավարող ամպային տեխնոլոգիաները։ Մի ամբողջ սենյակ զբաղեցնող հսկաներից մինչև մեր աչքին անտեսանելի ամպային սերվերներ, օպերացիոն համակարգը միշտ փոխվել է, միշտ զարգացել է, որպեսզի լուծի հաջորդ մեծ խնդիրը։ Հիմա հարց է առաջանում. ո՞րն է լինելու այն հաջորդ մեծ խնդիրը, եւ ինչ տեսք կունենա այն օպերացիոն համակարգը, որը կգա այն լուծելու։ Սա մի հարց է, որի պատասխանը մենք միասին ենք տեսնելու։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։